Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջունում եմ բոլորին, ժողովուրդ ջան, հույսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Ահա, ինչ եք այսօր պատրաստելու։ Ձեզ համար պատրաստել եմ խոզի փափկամիսը տապակելու մի շատ լավ տարբերակ։ Ուրեմն, այստեղ արդեն նախորդ պատրաստել եմ ամեն ինչը, այն ինչը, որ մեզ անհրաժեշտ է։ Դե ինչ, կապեմ գոգնոցս և անցնենք գործի։ Ահա, ժողովուրդ ջան։ Ուրեմն, ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք խոզի փափկամիսը, հիմա ես էկրանը կմոտեցնեմ, պատրաստելու ենք խոզի միսը պաքսիմատով։ Այստեղ արդեն պատրաստել եմ պաքսիմատը, ալյուրը և ձուն։ Ահա, հիմա ես մոտեցնեմ էկրանը և շարունակենք։ Ուրեմն, այստեղ ես ինչպես ասեցի, պատրաստել եմ խոզի փափկամիսը, տեսեք, այսպես շատ բարակ կտրված, ես իհարկե սա արդեն գնել եմ կտրված պատրաստ, ամեն դեպքում, եթե գնեք մի կտորը, դուք նույնպես կարող եք կտրատել այսպես նեղ շերտերի, ահան, այսպես բարակ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ինչ ենք անում, ես նաև այստեղ ունեմ պաքսիմատ, իհարկե իմ պաքսիմատը այստեղ ունի պետրուշկա և սխտոր, եթե ձեր պաքսիմատը չունի պատրաստի, ինձ մոտ պատրաստի է, դուք պարզապես կարող եք պաքսիմատի մեջ ավելացնել չորացրած պետրուշկա, մի քիչ փշրել պետրուշկա և մի քիչ չորացրած սխտոր անել, արդեն կլինի պատրաստ այսպիսի պաքսիմատ, շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք, և իհարկե ունենք այստեղ ալյուր և ձուն։ Դե ինչ, հիմա անցնենք գործի, ինչ ենք անում ամենասկզբում։ Նախ և առաջ ես մի հատ հարեմ ձուն, իդեպ ասեմ, թավայի մեջ ես ավելացրել եմ բավականին ձիթայուղ, ընդհանրապես ես սա տապակում եմ ֆրիի ապարատի մեջ, բայց կան մարդիկ, որ չունեն, դրա համար ես այսօր նախընտրեցի տապակել թավայի մեջ, որպեսզի ավելի պարզ և լավ լինի։ Ահա, ինչ ենք անում, ժողովուրդ ջան, վերցնում ենք մի կտոր միսը, սկզբում թաթախում ենք ալյուրի մեջ, այսպես, ահա, թաթախեցինք սկզբից ալյուրի մեջ, հետո ձվի մեջ և հետո արդեն կթաթախենք պաքսիմատի մեջ, ահա։ Այսպես։ Միգուցե ես հիմա մի քանի հատը կպատրաստեմ։ Սա կդնենք մի կողմի վրա։ Եվ հաջորդը կկատարենք նույն գործողությունը։ Սկզբում ալյուրի մեջ, այսպես, լավ կթաթախենք, որպեսզի մսի բոլոր մասերը փակվի ալյուրով, հետո նորից ձվի մեջ, ահա, և հետո պաքսիմատի մեջ։ Այսպես մի լավ կսեղմենք, որպեսզի բավականին պաքսիմատ կպնի մսի վրա, այսպես ժողովուրդ ջան, տեսեք, սա էլ մյուս կտորը արդեն պատրաստ է և կդնենք արդեն այսպես ափսեի մեջ ռեզերվ կանենք, որպեսզի հետո հերթով իրար ետևից կտապակենք, նորից ալյուր, Այ, մոռացել էի, տեսեք,
պետք է մի քիչ աղ եւ սև բիբար անենք, ես մոռացել եմ ժողովուրդ ջան, այ այն մի քանի հատը աղ ու բիբար չունեցան։ Ահա, մի կտորը այսպես երկու մասով աղ եւ բիբար անենք։ Տեսակ, ոնց էի մոռացել։ Այ այսպես աղ եւ բիբար, նոր հետո չնայած որպիսի բոլորին չանեն, այստեղ ձվի մեջ կարելի է հենց անմիջապես աղ եւ բիբար անել, այ այսպես, վերջ։ Անմիջապես ձվի մեջ աղ եւ բիբար, որ հետո չմոռանանք։ Այս երկուսը արդեն ունեն, բայց քիչ արեցի, ոչինչ։ Ահա։ Հիմա ալուր, ձու, և բաքսիմատ։ Եվ այսպես նույն գործողությունը կատարում ենք բոլոր կտորների հետ։ Ես որպիսի բոլորը հատիկ-հատիկ ձեզ ցույց չտամ, հիմա ես այս ամենը շատ արագ կպատրաստեմ։ Ահա, այս 3 կտորը արդեն պատրաստել եմ։ Հիմա կտապակեմ և կշարունակեմ։ Եվ այս մնացածը արդեն կանեմ կադրից դուրս, որպիսի ձեզ չձանձրացնեմ, ժողովուրդ ջան։ Ձեռքերս լվացի, որովհետև ճիշտն ասած այս պրոցեսը այդքան է դուրս չի գալիս, որ ամբողջ բաքսիմատը կպնում է մատերին։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա պետք է տապակենք։ Իհարկե ձիթայուղը պետք է թողենք, որպիսի լավ տաքանա, եթե լավ չտաքանա, ապա ամբողջ ձիթայուղը ձեթը կանցնի մսի և այդ բաքսիմատի հացի մեջ կքաշի և այդքան լավ չի ստա, կրտ-կրտան, խրտ-խրտան չի ստացվի։ Ահա, սա էլ այսպես, այս մի կտորն է երևի կտեղավորեմ այս մի կողմը։ Եվ այսպես շուռումով կտանք և արդեն լինի պատրաստ։ Ժողովուրդ ջան, պատրաստեցի և տապակեցի, վերջացրեցի, հիմա եկել է պահը մատուցելու։ Ես պետք է մատուցեմ կարտոֆիլի ֆրիով։ Ահա, այսպես, մի քիչ կարտոֆիլի ֆրի, կողքը կանենք մի քիչ մայոնեզ, կողքն էլ մի փոքրիկ էլ կետչուպ։ Այ այսպես, ժողովուրդ ջան, տեսեք ես այսքանը այս ավելացածը չեմ տապակել և հիմա կասեմ, թե ինչ եմ անելու դրա հետ։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ և լավ ստացվեց և ես հույսով եմ, որ կհավանեք և օրերից մի օր իմ այս մենյուն կդառնա ձեր տան մենյուն նույնպես։ Դե ինչ ժողովուրդ ջան, սա այսպես և ստացվել է շատ կրտ-կրտան, խրտ-խրտան և շատ համեղ։ Ահա,
Իդեպ ասեմ, կարող եք մատուցել նաև փոքրիկ ինչ-որ աղցանով կամ սալաթով, ինչով որ դուք կուզեք։ Սալաթ եմ ասում, իհարկե մարոլի նկատի ունեմ, դա այդպես։ Հիմա ինչ եմ անելու այն մսի հետ, որը որ արդեն ես նախորոք պատրաստել եմ։ Անցնենք այն կողմը։ Ես այդքան միսը չտապակեցի, որովհետև այդքանը մեզ համար շատ կլիներ։ Եվ որպիսի երկրորդ անգամ չթաթախվել այդքան այլուրի, ձվի և մատները չկեղտոտվել, նորից կրկնել այդ գործողությունը, ինչ եմ անում ես։ Ես սա ուղարկում եմ սառցախցիկ, արդեն պատրաստ, ինքը պաքսիմատի մեջ թաթախված պատրաստ է։ Եվ երբ պետք լինի, անմիջապես կհանենք և կտապակենք, և ինչպես եմ ես սա պատրաստում։ Վերցնում եմ զիփականով այսպիսի տոպրակ և ջեռոցի թուղթ, յուղաթուղթ։ Եվ ես հիմա այս թուղթը կկտրեմ մոտավորապես փոքրիկ այսպես քառակուսիների մոտավորապես մսի չափով, այսպես, և ինչ եմ անելու, հիմա դնում եմ թուղթը, և վրան դնում եմ մեկ կտոր միս, հետո դնում եմ նորից թուղթ և վրան դնում եմ հաջորդ կտոր միսը, այսպես որ սառեցնում ենք, միսը սառելուց իրար չի կպչում և հանելուց, եթե իհարկե շատ եք պատրաստել, ուզում եք մեկ կտոր, երկու կտոր և նա առանձին այսպես դուրս է գալիս, քանի կտոր որ ձեզ պետք է, այդքանը կարող եք հանել։ Հիմա ես սա այսպես կդնեմ տոպրակի մեջ և շարունակեմ մնացածի հետ։ Կդնեմ թուղթը, կդնեմ միսը, և հիմա կտրեմ նորից թուղթ, որովհետև քիչ եղավ։ Հիմա կդնեմ թուղթը, նորից հաջորդ կտոր միսը, նորից կդնեմ թուղթը և իմ ամենավերջին կտորը և սա արդեն կուղարկեմ տոպրակի մեջ։ Եվ ստացվում է այսպիսի զիփականը մինչև վերջ չեմ տանում, հանում եմ օդը և արդեն վերջնական փակում եմ։ Ահա, ժողովուրդ ջան, այսպես ես սառեցնելու եմ։ Այս տարբերակով միսը իրար չի կպնում և երբ որ հանեք սառցախցիկից շատ հեշտ իրարից առանձնանում է, արդեն ունեք պատրաստ և շատ լավ հեշտ տարբերակ։ Ովքեր չգիտեին, դա եղավ իմ կողմից մի փոքրիկ օգտակար խորհուրդ նույնպես, և իսկ ովքեր էլ գիտեին, ուրեմն շատ ավելի լավ։ Ահա, աղջիկներ ջան, ժողովուրդ ջան, այսօր այսքանը ես ձեզ հրաժեշտ կտամ և չմոռանաք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, մենք հանդիպելու ենք նույն տեղում, այստեղ։ Եվ ցանկանում եմ բոլորին բարի ախորժակ։ Առայժմ